դատանի որոշում պետք է կատարվի։ Հաջորդ հարցը սիրեք։ Պարոն վարչապետ, երեք պարզացած Գարեգին Բ-ն այցելել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ հուլիսի 7-ի ընտրությունների մասնակցող Ժանվեր Կարապետյանի առանձնատուն, ընդ որում կից հրապարակված Մայրաթորի կողմից տեսանյութից պարզ է դառնում, որ չեն պահպանվել եկեղեցու արարողակարգի մի շարք ներկայացումներ, ավելի շատ աշխարհիկ արարողակարգի շրջանակներում է տեղի ունեցել հանդիպումը։ Սա ձեր դիտարկման, պարոն վարչապետ, անարգանք չէ եկեղեցու նկատմամբ, երբ որ աշխարհիկը նկատառնվում է եկեղեցու գահը զբաղեցնող անձին, նույնիսկ թփթփացնում է նրա ուսին, եւ երկրորդ հարցը սրանից բխող, արդյոք սա քաղաքական աջակցություն չէ Գարեգին Բ-ի կողմից ընտրապայքարի մասնակցող քաղաքական կոնկրետ։ Կտրիչ ներսիսան այդ վեղարի տակ արդեն անարգանք է եկել հարցին, հիմա կգրկախառնվեն, չգիտեմ ինչ կանեն, այդ նկատի ունեմ արդեն այդ անարգանքը ի սկզբանե կա, հետևաբար այն մնացած հատվածները ձեր թույլտվությամբ չմեկնաբանեն։ Ինչ վերաբերվում է հետևյալին, ձեր հարցի երկրորդ մասին, Կտրիչ Ներսիսյանը վաղուց Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պայքարի առաջնորդներից մեկն է, ուղղակի այն տրամաբանությամբ, որ ինքը որոշակի իրեն հատուկ խորամանկությամբ այնպես անում է, որ ինքը ուրիշներին հրահրի, քաջալերի եւ ինքը այդպես մնա ստվերում իր պաշտպանությունը ապահովելու համար, բայց ես կարծում եմ եւ հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով կհանգուցալուծի նաեւ այս իրավիճակը։ Եկեղեցին ձեր դիտարկման քաղաքական դիրքորոշում է արտահայտել։ Դե բայց դա նորություն է ձեզ համար, ասենք 2019 թվականից ընդ որում։ Այսինքն հեղափոխությունից անմիջապես հետո եկեղեցին քաղաքական գործունեությամբ զբաղված եւ դրա դրսեւորումները կան։ Ընդ որում քաղաքական հակապետական գործունեությամբ զբաղված քրեական գործեր կան, ինչքան էլ փորձեն քաղաքականացնել, ի վերջո փաստերը իրենց տեղում են։ Այս էլ հույն դեպքը չի, որ մեկը ասում է ես գիտեք ինչ լսել եմ կամ անցնելիս լսել եմ, բոլոր փաստերը հստակ արձանագրված են անբեկանելի եւ անսասանելի ձևով, ամենայն դեպս ես համացանցում հրապարակված են եւ այդտեղ լրացուցիչ մեկնաբանությունների տեղ նույնիսկ չկա։ Շնորհակալություն, հաջորդը Եվրոմեդիա 24։